Սիրելի հայրենակիցներ, մի քանի բառով ցանկանում եմ անդրադառնալ այսօր Էջմիածնում տեղի ունեցած իրադարձություններին։ Նախ ինչ էր տեղի ունեցել։ 10 տիրադավ եպիսկոպոս այս վարչախմբի թելադրանքով հավաք էին հրավիրել Մայրաթոռում հայոց վեհափառի հրաժարականի պահանջով։ Անշուշտ վարչախումբը փորձել էր կենտրոնացնել ողջ վարչական պետական ռեսուրսը, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շրջանների ղեկավարներ, փորձելով Վարդենիսից մինչև Հայաստանի հեռավոր մարզերի գյուղերի վարչական աշխատողներ կենտրոնացնել Սուրբ Էջմիածնում իրենց ազգադավ ծրագիրը հաջողացնելու տիրադավների մուտքը վեհարան և մայր տաճար ապահովելու համար, ինչպես նաև փորձելով տպավորություն ստեղծել, որ հայոց վեհափառի հրաժարականի հանրային պահանջ գոյություն ունի։ Արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Մենք որոշում կայացրեցինք ներկա գտնվել Մայրաթոռում և մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնել հայոց հայրապետին և Սուրբ Առաքելական եկեղեցուն և ի պատիվ մեր հայրենակիցների մեծ քանակությամբ նվիրյալ գաղափարական, հայրենասեր և հավատացյալ մարդիկ այսօր ներկա գտնվեցին Էջմիածնում և դուք սիրելի հայրենակիցներ այսօր ձեր ներկայությամբ, ձեր քայլով հերթական անգամ ձախողեցիք այս ազգադավների ծրագիրը ընդդեմ մեր եկեղեցու։ Եվ սա հենց այն դեպքերից է, երբ որ շարունակ ասում ենք կան օրակարգեր, որ անկախ քաղաքական հայացքներից, տարաձայնություններից պետք է լինել միասնական և համատեղ ուժերով պայքարել, այսօր սա լավագույն ապացույցն էր, երբ որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող, տարբեր պատկերացումներ ունեցող, բայց եկեղեցու կողքին կանգնող ուժեր, անհատներ և նվիրյալ քաղաքացիներ գտնվեցինք մեկ տեղում, մեկ օրակարգով և միասնաբար հաջողությունը անխուսափելի էր։ Եվ արդյունքում այս միասնականության և հետևողականության արդյունքում սրբապիղծները չկարողացան ներխուժել վեհարան, մայր տաճար, իսկ տիրադավները արժանանալով մեր հայրենակիցների պարսավանքին, ամոթանքին և այն խոսքերին, ինչին որ արժանի էին, հեռացան կամ փախան մայր տաճարի տարածքից։ Շնորհակալ եմ այս կեցվածքի համար, առանց սադրանքների տրվելու, պինդ, ամուր, քաջաբար մեր եկեղեցու, մեր ինքնության կողքին կանգնելու համար։ Անշուշտ սա մեծ ողբերգություն է, երբ որ մենք մեր հայրենիքում ստիպված ենք պաշտպանել Սուրբ Էջմիածինը կամ Հայ Առաքելական եկեղեցին։ Սա այն ինչ որ տեղի ունեցել այսօր նաև Էջմիածնում, երբ որ գիծ էր քաշվել եկեղեցու վրա հարձակվողների ու եկեղեցին պաշտպանողների միջև, սա ընդհանուր մեր պետության ժողովրդի ամոթն է, բայց պետք է հասկանանք, որ գտնվում ենք մի իրավիճակում, որ այո, մեր սեփական հայրենիքում մեր եկեղեցին պաշտպանելու խնդիր ունենք ու պետքա պաշտպանենք, որովհետև այլ տարբերակ չկա։ Անշուշտ, սիրելի հայրենակիցներ, այսօրով մեր խնդիրը չի լուծվել, մեր հարցերը չեն վերջացել, այս վարչախումբը շարունակելու է թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին, առաջիկայում փորձելու է դա անել ավելի մեծ ծավալով, իսկ մենք ինչպես այսօր պետք է լինենք պինդ, ամուր, միասնական, հետևողական և պատրաստ լինենք առաջիկայում ևս պաշտպանելու մեր եկեղեցին, Սուրբ Էջմիածինը, հայոց հայրապետին ու նկատի ունենալով, որ սրանք, նորից եմ կրկնում, առաջիկայում շարունակելու են այդ թիրախավորումը և ամեն ինչ անելու են իրենց նպատակին հասնելու համար։ Չի կարող փողով, շանտաժով, աշխատանքը կորցնելու վտանգով բերած մարդիկ հաղթեն նվիրյալ գաղափարական, հավատացյալ, իրենց եկեղեցու, պետության ու պետականության արժեքը գիտակցող
մարդկանց։ Առաջիկայում մենք վստահաբար առիթ կունենանք կրկին տեսնվելու։ Շնորհակալ եմ այսօրվա համար բոլորիցդ։